Բարև ձեզ, իմ զրուցակիցը սննդաբան, մարզիչ, առողջ ապրելակերպի մասնագետ Մանուկ Բրուտյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երբ ուսումնասիրում էի թեման, հատկապես ակտիվությունը ձեր սոցիալական էջերում, տեսա, որ մեծ հետաքրքրություն կա որովայնի ճարպի խնդրի հետ կապված եւ կանայք եւ տղամարդիկ հետաքրքրված են այդ թեմայով, ինչու է մեզանում այդ խնդիրը այդքան սուր դրսևորվում։ Որտեղ գալիս առաջի հերթին մեր ապրելակերպը, որ փոխվեց, այսինքն այս վերջի տարիներին հիմնական աշխատանքները վերածվավ նստակայցին։ Այսինքն մարդիկ քիչ են շարժում, ակտիվությունը քիչ է, սկսեց որովայնի ճարպը շատանալ, այսինքն հետո ավելացավ մեր մոտ ստրեսը, սնունդը վերամշակված դարձավ ավելի շատ, ավելի հասանելի, այս ամբողջը գումարած իրար, մարդիկ սկսեցին որովայնի շրջանում ճարպերը ավելանալ իրաց մոտ։ Բոլորին հետաքրքիր է, թե ոնց կարան ազատվել շուտ սրանից, բոլորը սկսում են փնտրել արագ միջոցներ, որպես իրանք վերացնեն սա։ Մենք էլ բացատրում ենք դրանով, որ էսի արագ միջոցներ չկան։ Անք երբ մարդը գալիս է այդ խնդրով, ինչ եք դուք առաջարկում, առաջին հերթին գնալ բժշկի, պատճառներ հասկանալ, թե միանգամից սկսել մարզվել, սննդակարգը կարգավորել։ Առաջի հերթին շատ ճիշտ ասեցիք, բարդավորա իմ հաճախորդը գնա մի հատ անալիզները անցնի, եթե չի անցե։ Վերջի 6 ամիս եթե չի անցել, ինքը բարդաթիր պետք է անալիզներ անցնի։ Իսկ ինչ հետազոտություններ պետք է անցնի։ Վահանաձև գեղձնա, այսինքն T3, T4, T-տեգեն, երկրորդ հերթին գալիս է, եթե որովայնի ճարպը շատ է, պիտի լինի ինսուլին դիմադրություն, երկրորդ հերթին վիտամինները, ֆերրիտինը, երկաթը, վիտամին D, լիարտի ֆունկցիաները, ALT, AST, սրանք բարդաթիր պետք է ստուգենք, մնացածը արդեն բժիշկը ինչ որ ասի, էլի։ Դա իհարկե ես չեմ ասում, ես բացատրում եմ սիտուացիան, ասում եմ սենց բան կա, եթե սրանցից բագաց ավել բան ունեցանք, մենք ունենանք խնդիր մեր գործի հետ, ուղղորդում եմ դեպի բժիշկ։ Ինքը իհարկե բժիշկը երբ որ իրանից հասկանում է, թե ինքը ինչ է ուտում, ինչ է քնում, ոնց է շարժվել, չի շարժվել, եթե ուրիշ խնդիրներ կա, բժիշկը իր մոտից ավելացնում է։ Կան որոշակի ժամանակ, որի ընթացքում, որից հետո մարդը կարող է արդյունք տեսնել։ Օրինակ դուք ասում եք, եթե պահես բոլոր այս կանոնները, արդյունքը կտեսնես օրինակ 2 ամսից 3 ամսից։ Ես հենց եմ ասում, եթե մի շաբաթվա ընթացքում դու արդյունք չտեսար, ուրեմն մի բարաբի։ Մի շաբաթում հնարավոր է։ Մի շաբաթում, սենց եմ ասում, մի շաբաթում իհարկե մարդը չի փոխագերբվում։ Մի շաբաթում նկատի ունեմ գիշտի 6 կիլոգրամ կամ 1 կիլոգրամ կամ ինչ որ արդեն սկսին իր մգանները զգալ, այդ եմ ասում ես։ Եթե դուք պատկերացնում եք այդ ամբողջ փոփոխական, ինձ փոփոխվել մարմինը, դա գաբոնի գենետիկան, երկրորդը գաբոնի իր ապրելակերպը, ամեն շաբաթ պիտի ձեր վրա պրոգրես տեսնենք։ Եթե մի շաբաթում արդեն արդյունք կա, ուրեմն ճիշտ ճանապարհով ես։ Իսկ եթե ոչ, ուրեմն ոչ։ Դե կարանք սպասենք 2 շաբաթ։ Եթե չէ, ուրեմն պետք է խնդիր կա, գտնենք խնդիրը։ Ասենք իմ մոտ նայեք մարդիկ գալիս են, այդ մարդիկ են գալի հիմնականում, որ դուրսը փորձել են կամ, չգիտեմ, մոտիվացիա չունեն, ասենք վերջի ստադիա գալիս է մոտս։ Իհարկե, երբ որ լինում է այդ մի շաբաթ անցնում, ասում եմ ինձ էլի ժամանակ տվեք, մինչև գտնեմ ինչն է, նստում եմ, խոսում եմ հետը։ Մի հատ ինձ բացատրի, երբ ես զարթնում, երբ ես քնում, ինչ կերար, քանի գրամ կերար։ Իսկ հիմնական ինչ սխալներ են անում։ Հիմնական սխալները, որ գործում են, որոնք են։ Հիմնական սխալը 3 բանն է՝ չշարժվելն է, սնունդի չարաշահումն է, կամ թեկուզ եթե չչարաշահի, այլ դեսագը սխալ լինի ու դերու ձևը սխալ լինի։ Okay, մեկը չքնելը։ Հետաքրքիր օրինակ եք բերել, որ օրը մեկ անգամ ուտելը նիհարելու դիետա չէ, գիրանալու դիետա։ Ինչու՞։ Ինչպես է դա բացատրվում։ Ճապոնիայում կա սումոյի բաները չէ, մարզաձև որ կա։ Իրանք ուտում են օրը մի անգամ։ Մյացած բացատրեմ ձեզ։ Առաջին դուք որ եկաք այդ մի անգամ ինչ կան եք ուտում, այսքան չի կարա մի անգամ այսքան ուտի։ Շատ է ուտում։ Շատ է ուտելու։ Ու մի անգամից այդ մարմինը չի մարսելու։ Այդ ամբողջը ու արյան շաքարը բարձրացավ ինսուլինը, սա դանելու է դեպի որովայնի շրջանի ջարբերը լցնի։ Ու դուք մի անգամ ուտելով ձեր օրվա բավարար մակրոները չեք կարող ստանալ։ Ձեր օրվա վիտամինները, ձեր օրվա սպիտակուցը, ջարբը, ածխաջրը դուք չեք կարող ստանալ մի ուտելով։ Դու ինչ կուզում եք շատ նիհարի եւ ավելի թույլ կա։ Դուք ձեզ կվնասեք։ Հետո այդ կան մի անգամից այդ կան ուտելը դուք նայեք ինսուլինի խախտում եք դալի արդեն ձեզ։ Մեկ էլ ստամոքսն եք մեծացնում։ Ստամոքսի չափները մեծանում, դուք ինչքան ծավալը շատ եք ուտում, դա ստամոքսը մեծացնում է։ Հետո կարա խանգարի ֆունկցիային, մարսողական, ու պլյուս ահիկների խնդիրն հետը։ Դուք ասում եք, որ նախաճաշելը պարտադիր է, ինչու։ Տարբեր բաներ կան, հիմա էլ ասում են, որ ցանկալի չի, կարելի է եւ չուտել։ Նայեք, այս մեր ոլորտը այնքան մեծ է, այնքան է փոփոխվում, ամեն շաբաթ փոփոխվում է։ Նայեք, ես միշտ եմ ասում, վերցրեք այդ ազատությունները, մի հատ ապրեք այդ մեկով։ Տեսեք ինչ է ասում, նոր հասկացեք, էսիա ճիշտ է։ Օրինակ ինձ ավելի ձեռք է տալիս մտածել, որ լավ է չնախաճաշելը, որովհետեւ ես երբեք չեմ նախաճաշում, արթնանում եմ, չեմ ուզում ուտել։ Ինձ թվում է օրգանիզմը խելացի է, եթե չի ուզում, ուրեմն եւի պետք չի որ ուտի։ Ճիշտ ասեցիք, օրգանիզմը խելացի է, բայց ով է սովորացրել օրգանիզմին, որ առավոտ նախաճաշ չանի։ Ես եմ սովորացրել իհարկե։ Արդեն պատասխանեցիք։ Եթե դուք երկու օր նախաճաշեցիք, երրորդ օր արձարտացաք, մարմինը խելացի է, ցեզ ասելու ես նախաճաշ տվեք։ Ցենց եմ բացանում, դուք ամբողջ գիշեր, ասեք չգիտեմ 8 ժամը քնել եք։ Մինչև քնելի 3 ժամ առաջ
առաջ ճիշտ ավերագերբի մասին եմ ասում։ Մինչև քնել 3 ժամ առաջ ձեր ընթրիքն է կարի, չէ՞։ Այսինքն մոտ քանի ժամ, 8 ժամ + 3, այսինքն 11 ժամ դուք բան չեք կերել։ Մարմինը գիշերը որ դուք քնած եք, աշխատում է, ինչ որ կա ձեր մեջ վերածում է կալորիաները, որպես ձեր մարմինը վերագանքնի։ Ինչ որ օրվա ընթացքում ստացել է, չգիտեմ, վնասված կա ստացել կամ մգանային տրավմաներ ունեցել, այդ բոլորը գիշերը վերագանքվում են, չէ՞։ Առավոտը որ զարթեցիք, իրամ դիտակ սպիտակուց, որպես շարունակի այդ process-ը։ Երկրորդը, որպես մետաբոլիզմը զարթնի։ Դուք այդ առավոտ նախաճաշ չարեցիք, մեկ երբեք սովածանում, գասեք, 12-ից կես նոր ինչ որ բան ապրեք։ Եթե չնախաճաշեցիք, ձեր մետաբոլիզմը չի զարթնում։ Երկրորդը ասեցի, մակրոնները բրձելը դուք առավոտը պետք է տաք մարմինին, որովհետեւ ինքը շարժի։ Երրորդը զարթնացնում է, այդեր ասեմ ձեզ։ Մարմինը զարթնացնում է։ Եթե նախաճաշը մարդիկ սուրճով են արթնանում։ Ապրեք, սուրճը ամենամեծ սխալն է դադարք ստամոքսին։ Դեն տես ադոտ ինչ կա որ գասի ձեզ դադարք ստամոքսին գարակ կոֆե խմեք։ Եթե նախաճաշի դեպքում կարող ենք գտնել հետազոտություն, որ խրախուսում է սուրճի դեպքում չեք կարող գտնել։ Ամենամեծ վնասը ինչն է առավոտյան սուրճով արթնանալը։ Կորտիզոլ բարձրացնելը։ Նայեք, մենք երբ որ զարթում ենք, մեր կորտիզոլը բարձրանում է։ Մենք դրա հաշվին ենք զարթում, մարմինը action-ի մեջ է մտնում, որովհետեւ դու զարթնես ու սկսես աշխատանքի, անցնես դու քո առօրյային։ Սուրճը դե բարձրացնում է նաև մեջ կաֆեին գա, բարձրացնում է կորտիզոլը։ Այսինքն դու double, երկու անգամ ավելի բարձրացրել կորտիզոլը։ Ստրես։ Իսկ ինչ վնաս է դա։ Ստրես, քաղցրի բահանջ, որովայնի ջարբ, այսեցի գնում է։ Այսինքն սուրճից հետո մարդը ուզում է քաղցր ուտել։ Չեն Ստրեսի մեջ են, դե մարդիկ կան ընդհակառակ ասում են սուրճը խմում եմ, արթնանում եմ, տրամադրությունս բացվում է։ Այստեղ եկանք այդ որ ասեցիք, մեր մարմինը խելացի է։ Վերադարձանք դրան։ Ոնց սովորացնում եք, տենց գնում է։ Եթե ասում նախաճաշը արեք, որից կոֆեն խմեք, ոչ դադարք ստամոքսին։ Մենակ կորտիզոլի մասին չի խոսքը, այլ խոցը, էրոզիա, բանսավ, տենց բաներից է գալի։ Որովայնի ճարպը վերացնելու ճանապարհին ինչ սխալներ են մարդիկ անում հիմնականում։ Օրինակ մտածում են, որ միայն մարզվելով կարող են վերացնել կամ միայն սննդակարգով։ Այն ինչ դուք եք նկատում։ Եթե դենց մտածեն շատ լավ է, մարդիկ կարող են 50-50 է բաժանվում, մարդիկ անդրում են այդ ճանապարհը, հասկանում են, որ չէ, պետք է մեր կյանքը փոխենք, սենց ապրենք, ավելի ճիշտ է, դա մեր առողջության համար է, ոչ թե նիհարելու կամ չավանելու մասին ենք խոսում, այլ խոսում ենք առողջության մասին։ Մենք կարող ասենք 20-30 տարի այնքան խնդիրներ առաջ կանգնենք, ինչի համար մենք ինչ որ գերել ենք։ Այսինքն դու այն ես, ինչ ուտում ես, սենց է գալի։ Իսկ մյուսի 50%-ը գալիս է դրանով, որ ուզում են արագ էդի գործնեն, արդեն սկսում են դիմել տարբեր միջոցների, նայած ինչքան ջարբ կա վրան։ Այսինքն մարդ կա գարասրսկումներին դիմի, մարդ կա, չգիտեմ, մասաժներին դիմի, մարդ կա բարիատրիկ վիրահատություններին դիմի։ Ստամոքսի վիրահատություն։ Այո։ Դուք չեք խրախուսում։ Նայեք, միշտ ասել եմ, նորից եմ կրկնում, եթե մարդը ունի առողջական լուրջ խնդիրներ, այդ խնդալու բարբարոսով, եթե վաղը մահանում է, դու դա գդրի։ Եթե չէ, եթե ունի վրան 20-30 կիլո ընդամենը։ Եթե չի կարողam կամք դրսևորի եւ ասում է, ահա ինչ վնասներ է պարունակում։ Նայեք, էդել ունի իր լուծումը։ Երբ որ դուք չեք կարող ձեր բերանը փակել, էդի մասածը, ուրեմն գա խնդիր ինչն է, ինսուլին դիմադրությունն է։ Երբ որ դու ունես ինսուլինի խնդիր, դու ունես միշտ քաղցած առօրյա, որ ամբողջ օրը ուզում ես մի բան ուտես։ Երբ որ դու գարկավորես դա, որ գնացել բժիշկին, դեսար ունես էդի, չգիտեմ, երբ որ դեղ նշանակի քեզ, էդի խմես գարկավորես, դու քո ախորժակին գարած դեր կանգնես։ Բայց այդքան հաստատ։ Ես ունեմ աջախորդներ։ Նայեք, այդ դեպքում, եթե նայեք շատ էլ է ջարբ, օրինակ եմ ասում, 40-50 կիլո ջարբա վրան, ինքը ընդրում է, օրինակ եմ ասում, եթե պիտի վիրահատվի, թե սրսկումը անի, մենք ասում ենք քոնե սրսկումը։ Այդ է ճանապարհն է, էլի։ իսկ վիրահատվել ինչ ռիսկեր ունի։ Առաջինը դեղաբարգի քարերը։ Քարերն առաջանում։ Այո, դե որտեղ ինքը չի գարում մարսի, նորմալ, չի գարում աշխատի ֆունկցիան, դե սկսում է քարերի տիպի ավերանը։ Երկրորդը դուք ձեր օրվա չոբոբաշինը չեք կարող ստանալ։ Առաջի 1, 2, 3, 4 ամիս դուք չեք կարող ստանալ։ Այդքան ուտեք ինչ որ պետքա ձեր մարմինին։ Եթե ստամոքսը էսքան մնաց էսքան, ինչքան պիտի վիտամիններ մարսի։ Չի մարսել վիտամինները հիմնական։ Ու 50%-ի մոտ էլի առաջացել է էրոզիաներ, խոցեր։ Առաջի 3 շաբաթը մի ամիսը, ասենք պատկերացրեք ձեր կյանքը, որ դուք բանով խովակով եք ուտելու էդի սուպի դեսկով կամ բանով, ու ցավեր բարդ բան է։ Ու հետոն ասեմ, որ հետազոտությունը էլի ցույց են տվել, 48%-ը վերադառնում է իր նախկին քաշի։ Լիքը մարդիկ ասեն կոմենտերում գրում են, ուրեմն նայեք, ինքը մգանա ստամոքսը։ Գտրելով իրան, դուք չլուծեցիք ձեր խնդիրը։ Դուք ժամանակավոր լուծում տվիք իրան։ Այսինքն դու քո այդ ախորժակը չփագեցիր, բաց սովորություններ չվերացրեցիր։ Դու առավել եւս քո մգաններդ կորցրեցիր։ Որտեղ դու արակնի հարեցիր, քո մգաններիդ կեսը գնաց, մետաբոլիզմդ ավելի ինգավ, այսինքն դու եթե էս կանուտես, էլի չաղանալու ես։ Ինչ պարզ բաներ կա, ենթադրենք մարդը ուզում է փոքրիկ պարզ իր առօրյա գործողություններից սկսել, դուք ասում եք քայլելը։ Առավոտյան դեռ չնախաճաշած, քանի րոպե։ Կես ժամ, 10,000 քայլան է քերիկա։ Առաջ, հետ, խորթուբորտ ճանապարհներով։ Դարբերակներ եմ դարի, որտեղ նայեք, ինչ համար եմ ասում, հետև
հետև ինքը ավելի դժվարացնում է։ Ինչ որ մի բան որ դժվարացնում է, ավելի դուք ավելի շատ էներգիա կալորիա եք ծախսում։ Okay, դա մի քիչ գադագի թե բայց ինքը ճիշտ ինֆորմացիա է։ Դες մի քիչ գադագը որ մարդիկ ավելի շատ նայեն ու հետաքրքրվեն դրանով։ Ու նաև հեչ որտեղ բարձրանալ։ Ապրեք, ուղի դեպք չէ որ ինտենսիվ է լինում, այսինքն բարձրություն իջնել, հենը մի քիչ դժվարացնում ես, դա ավելի շատ է ծախսում դու կալորիաները։ Եվ նաև ջրի հետ կապված հետաքրքիր էլի չէ, փոխվել են նախկինում, որ ասում էին ջուրը ուտելու ընթացքում ցանկալի չի, հիմա ընդհակառակը։ Ինչ որ ասում են դենց, ասում ես չեմ ասում ուտելու ընթացքում դու խմի 2 լիտր ջուր։ Սկզբում ջուր խմի, այսինքն գումարը, մարդը խեղդվեց, մարդը պիտի հապ խմի, մարդը չգիտեմ ինչ տանի։ Դու կարաս հանգիստ գեշ բաժակ մի բաժակ ընթացքում ապոշի դու խմես։ Մի հատ կարելի է հարցնել իրանց, ասեք դուք այն կոլա խմողներդ մի հատ հացի ինչքան կոլա եք խմում, դա ջուր չի, հեղուկ չի։ Հայաստանում շատ են մարդիկ այդ գազավորված կոլա առօրյայում օգտագործում։ Շատ է։ Այո։ Բայց քաղաքակիրթ երկրներում կարծես թե այդ գիտակցությանը եկել են, թե այնտեղ էլ է շատ։ Եվրոպան ավելի սենց մի քիչ խիստ է դենց բաներին։ Իրանք ավելի շատ դարձում իրանց վրա, ապրելակերպը, ուտելիքը, քայլելը, շարժվելը, մարզասրահ, այսինքն շատ աղեր ես գնացել եմ Եվրոպա, որ մտնում եմ մարզասրահ, իսկականից եմ ասում ձեզ, տեսնում եմ մարդկանց, որ չգիտեմ 60, 70, 80 տարեկան եկել են մարզվում են, կամ առավոտը 5-ին, 6-ին տարեցները հելում են, դուրսը քայլում են, հաճույք եմ ստանում այդ ամեն ինչից։ Բայց իրենք ունեք իտալացիները ուտեստների հիմնական մասը խմորից է, բայց փողոցներում գերմարդ շատ քիչ կհանդիպես։ Դուք ինչպես եք դա բացատրում։ Այդ հարցերն ինձ շատ տվե, ուրեմն նայեք, առաջինը իրանց խմորը որ գա, գլուտենը քիչ այդ որ մեզ խնդիր է պատճառում, բայց դա ելի չենք խոսում նիարելու կամ չարան մասին։ Ընդ վերջում մնում է շարժվելը մեկ էլ կալորիայի դեֆիցիտը։ Այսինքն ես գարամ խմորը ուտեմ, գարամ դեղավորեմ իմ օրվա կալորիաներից մեջ։ Ապրեք։ Բայց մենք խենք փորձում արգելել էդի, ինչի համար, որովհետև մենք հացակ երենք, այսինքն այդ ձերացած իտալացին ամբողջ պիցան չկերավ։ 2 գդոր մաքսիմում։ Իրենց նախաճաշը կարող է 1 կրուասան լինել, օրինակ։ Այսինքն ինքը դեֆիցիտի մեջ է, ու ինքը ամբողջ օրը շարժվում կամ մարզասրահներ գնում է։ Մենք ինչի համար փորձում ենք սպիտակ ալյուրը հանենք մեր կյանքից, որովհետև ինքը պատճառում է մեզ մարսուագախնդիրներ, պլյուս բարձրացնում է շաքարը, նույն շաքարի էֆեկտով է աշխատում։ Այսինքն դուք լիովին եթե մարդը գալիս է ձեզ մոտ, ասում եք, որ բացարեք, անցեք ամբողջ ահադիգի հացին։ Իսկ լավաշը։ Ինչ տարբերություն։ Լավաշի եւ սպիտակ հացի միջեւ։ Նույն ալյուրն է։ Չէ, բայց լավաշը ավելի քիչ է, ծավալով։ Ծավալն է քիչ, բայց ալյուրը նույնն է։ Վնասը նույնն է։ Այսինքն դուք չեք ուտելու այսքան լավաշ ու գանքնեք։ Դուք դերու եք այսքան լավաշ, ինչքան որ ուտում եք այսքան մատնակաշ, որ գշտանաք։ Մենք այդ սովորությունը փորձում ենք անել։ Հիմա մարդկանց խորհուրդ ենք տալի ու նաև ես ուտում ենք ամբողջական հադիգի հացից։ Արդեն բոլոր մարքեթներում կան, պարկասո ու լավ ձախվում են մարդիկ որ ուտում են, ասում են շնորհակալություն, որովհետև հիմա մարսուական խնդիրները, ասեմ ձեզ ինքը գլուտենը լավ մարսուական խնդիրներ է տալի։ Լիքը մարդիկ կա, որ իրենք անդանություն են գլուտենի ու չէին իմանում էդի։ Մարզվելն էլ հետաքրքիր թեմա է։ Ձանձրալի է մեխանիկական գործողությունները։ Մարզի չի։ Սկսեմ 0-ից, նայեք, առաջի հերթին քիչ մարդիկ իրանք կորոշեն, այն ես գա հասնեմ, որ ես գնում եմ մենակով բարով հասնեմ մուսածին, որից մեկ ես եմ եղել։ Ես եղել եմ 140 կիլո։ Ես լավ չաղ եմ եղել։ Որոշել եք առանց մարզի, ինսուլին իհարկե։ Ապրեք, հասել եմ այստեղ, բայց մարդիկ քիչ են դենց։ Դրա համար ինչ ենք ասում մենք։ Սկսեք փոքր քայլերից։ Այսինքն, սկսեք քայլելուց կամած, հետո սկսեք ձեր օրվա ընթացքում օրինակ եմ ասում սպիտակ հացը, գազորված ըմբելիքները հանեք, մի ամիս անցավ քաղցրները կամած հանեք հերթականությամբ, որովհետև մարդիկ կան ամբողջ հոգեբանությունից է կախված, եթե այս ամեն ինչից իրան զրկենք, պլյուս մարզանք ինքը փախնելու է։ Բայց կարելի է չէ մարզանքնել այնպես կազմակերպել, որ դա հաճելի լինի մարդու։ Ապրեք, հիմա հասանք դրան, եթե այդ քայլերը կամած արեցինք, եթե ասեմ դուք արդեն մի ամիս այդ քայլերի մեջ եք, եկեք մարզասրահ։ Մարզասրահը շատ մեծ կապ ունի, ես այդել եմ ասել, դու ինձ չասեն, ես փող ունեմ կամ փող չունեմ։ Ոչինչ, 2 անգամ քիչ կաֆե գնամ, մի ամիս մարզիչ վերցրու։ Ինչի համար եմ ասում։ Մարզիչի գործը քեզ մոտիվացնելն է։ Մարզիչի գործը քեզ ճիշտ ուղի վրա դնելու գործն է։ Քեզ բացատրել ինչու ոնց առաջը հետոն որն է։ Եվ հետո նաև գրաֆիկա, չէ՞, եթե դու պայմանավորվել ես մարդու, եթե ես եմ որոշում գնալ մարզասրահ, ես կարող եմ վաղը չգնալ, մյուս օր, իսկ այս դեպքում դու մարդու հետ պայմանավորվել ես։ Ապրեք, արդեն հաջախորդը ինքը իր պատասխանատվություն ունի քո հանդեպ։ Եթե ինքը չպիտի գա, 1000 մի բան է մտածում, թե ես ոնց գրեմ մանոին, որից չեմ գալու այսօր։ Դա շատ կարևոր բան է։ Նախընտրում է գա։ Ապրեք, հետո մեր գործը դա է, որ ձեզ մոտիվացնեմ։ Դուք որ եկաք, այսինքն կարող եմ մի քիչ խոսանք մարզումից, մի քիչ կադագանենք, օրինակ եմ ասում, մի քիչ խնդանք, մի քիչ զրուցենք, հետո անցնենք այդ մարզանքին, բալանսը բահենք այդ ամեն ինչին, որովհետեւ դուք չզգաք, որ դուք ստիպված եկել եք ստեղ։ Ես առաջինը աշխատում եմ մարդու հոգեբանության վրա, որ գիտեք ինչ կա, դուք ոչ մեկը չեք եկել ստեղ, ոչ մի հարելու ոչ չանալ, իմ մոտ կշռել, արկելված է, իմ մոտ չգիտեմ ինչ արկելված է։ Մենք ստեղ գալիս ենք
մեր օրվա ստրեսից դուրս գալու համար։ Երբ որ մարդուն դասում ես նիհարել եմ գալի, ու ինքը սկսում ամեն օր 3 անգամ գշրվել, դա արդեն հոգեբանական խնդիր է։ Որ ասում ենք չկա, դու գալիս ես առողջ ապրելու համար, գալիս ես զրուցելու համար, ամբողջ օրվա ստրեսը գալիս ես հանելու համար, կամ արավոտի եթե եկար, գալիս ես որպես էներգիա լուծվեց, գնաս գործիդ էներգիա։ Դուք ասում եք, որ սնունդը քայլելը, ակտիվությունը, այդ ամենը կախված է մարդուց, բայց եթե մարդ ունեք վատ է քնում, ունի քնի հետ կապված խնդիր, դա իրենց կախված չի, չէ՞, ինչ անել նման։ Թող գնա բժշկի։ Գնացել է բժշկի նշանակել է որոշակի դեղեր, քնաբեր եւ այդ քնաբերը մարդը քնում, բայց միևնույնն է, քնի որակը իդեալական չի։ Ասեմ ինչի համար, ամենամեծ սխալը մեր հեռախոսն է։ Բոլոր այս ձեր հարցի լուծումը հեռախոսն է։ Եթե հեռախոսը մեր ձեռն է, միջև մեր քնելը, իհարկե դուք անկանոն կքնեք կամ ձեր ուղեղը նորմալ չի քնի 100%-անոց։ Ես կասեմ ինչ որ մեր հետ է առնչվում, մեր գործի հետ։ Առաջին հեռախոսն է, երկրորդը ուշ ուդելն է, պետք է քնելուց 3 ժամ առաջ ուդենք, որովհետեւ մենք բարձրացնենք հանգիստ քնենք, լույսերը գարանք թեթևացնենք, որովհետեւ ոնց որ մեր մարմինը պատրաստենք քնելուն, քայլերը դուրսը մաքուր օդին է դելա օգնում լավ քնելուն հանգիստ էսա մեր քայլերը։ Դուք նաև պատճառ-հետևանքային հետաքրքիր կապեր եք գտնում, որ եթե մարդը վատ է քնում, հետո շատ քաղցր է ուզում, հետաքրքիր է այդ կապը։ Էդի շատ ուժ է, գարանք փորձեք դուք եւ գտեցեք որ հաստատ է։ Նրանք եթե դուք քնեցիք ոչ ձեր ժամին, այն ժամանակահատվածը 12-ից 2-ը, որ ասենք ամենակարևոր ժամն է էդի մեր, եթե ավելի ուշ քնեցինք, թեկուզ 8 ժամ քնեցինք, դա չի օգնում։ Նաև եթե կարճ քնեցինք 3 ժամ, 4 ժամ, 5 ժամ, դուք առավոտը զարթեցիք, ամբողջ օրը ձեր մարմինը, որտեղ ինքը ունի էներգիայի բագազ, ձեզանից ուզելու է ինչ-որ մի բան, էներ քաղցր։ Քաղցրի բանջը դուք ունենալու եք, բարդատիր։ Այսինքն այն մարդիկ, ովքեր քաղցրակեր են, էներգիայի պակաս ունեն։ Նախասիրության հարց, Չէ։ Քաղցրը կախվածություն է։ Քաղցր հիվանդություն է։ Մարմինը չի կարող քեզանից տենց քաղցր բանջի, եթե դու չունես խնդիր։ Ասում եք, որ եթե մարդը քաղցր է ուզում, կարող է ջուր խմել այդ պահին։ Ապրեք, ոչ թե կարող է, այլ սենց ասեմ ձեզ, մարդիկ նաև խառնում են ջրի բանջկը քաղցրի բանջկի հետ։ Իսկապես։ Այո։ Այսինքն մարդը կարող է քաղցր ուզել, ջուր խմել եւ հագենալ, այլ չուզել։ Ինքը նայեք, նույն զգացողությունն է այդ եմ ասում ձեզ։ Նույն զգացողությունն է։ Այդ մարդիկ, որ ինձ ասում են, այդ ջրի բանջկ չունեմ, ասում քաղցրի բանջկ ունես, ասում դե ջուր խմի։ Իրանք չեն զանազանում, որ ինքը ծարավ է, դե մարմինը քաղցր է ուզում։ Այդ գայցա էներգիայի անգումից։ Արավոտը սխալ է նախաճաշել, գիշերը քիչ է քնել, ջուր չի խմել, ամեն մի սնունդի մեջ սպիտակուց չի ներառել, մառատելեր չի ներառել։ Այս ամբողջը քեզ պատճառներ, որովհետեւ մարդը քաղցր բանջի։ Դուք ասացիք, որ 40 կիլո եք նիհարել, թե 60-70։ Մոտավորապես։ 60-70։ Այո, մինչև 72 կիլոգրամ։ Եվ սկսել եք միայնակ, ինչ սխալներ եք արել այդ ընթացքում։ Ես եմ ընկել շուտ նիհարելու հետևից, շատ քիչ եմ գերել, իմ սխալը եղել, որ շատ քիչ եմ գերել։ Իմ չափաբաժնից շատ քիչ եմ գերել։ Ինչքան մեկ անգամ եք ուտում։ Չէ, ուտում եմ 3 անգամ, բայց շատ փոքր։ Իմ քաշի համար շատ քիչ էր, բայց մարզակները սենց էր, չէի քայլում, բայց գնում եմ օրը մեջ լողի, չէի քայլում դուրսը, չէի սիրում քայլել, գնում էի լողի օրինակ։ Շաբաթ 3 անգամ գնում էի մարզասրահ։ Ինչ սխալ եք անում։ Դե մարմինը չի դիմանա այդ կան, այսինքն թե դու այսքան կալորիա ես վարում, դե չի դիմանա այդ կան, մի գտնի մի դերից հանի։ Սխալը ասելով քիչ ուտելներ, որը գարարբեր է մետաբոլիզմի գանգտման, էլի, այսինքն գա ինչ որ մի դեղ ու ինքը չշարժվի այլևս, բայց մենք այնքան էինք զորում իրան, որ ասենք կալորիա ծախսի դրա հաշվին նյարում էինք։ Բայց իհարկե հետո 6 ամիս հետո հասկացանք, չէ, արի սենց անենք, արի դենց անենք, երբ որ ինֆորմացիա չունենք այդքան 15 տարի առաջ այսքան տարածված չէր այս ամեն ինչը ինֆորմացիան կամ երախոսները։ Այսինքն դուք հետո սկսեցիք կրթվել։ Ապրեք։ Ինքը փոխեց իմ կյանքը։ Իսկ այստեղ երբ մարդկանց հետ աշխատում եք, ամենամեծ դժվարությունները որ հանդիպում եք, որն է կամքի պակաս կա, ընդհանուր ստրեսային է իրավիճակը, ամենադժվարը ինչն է։ Շատ ճիշտ եք նկատի, առաջինը կարգապահությունն է։ Կարգապահ չենք մենք։ Հետաքրքիր դիտարկում եք անում։ Դա բոլոր ոլորտներում է Դե հա, կարելի։ կարող լինի էլի։ Երկրորդը մոտիվացիայի բագասը, այս երկուսը շատ դժվար են։ Իմ կյանքից այդում էլի։ Ինչի համար, որովհետև անընդհատ պիտի ասեմ արա, երբ ես գալի, ինչի համար ուշացար, արի իրար հետ անենք։ Որ փորձում ես, բայց դեսպես չէ, մարդուց օգուտ չկա։ Լուրջ եմ ասում, եղել է մարդիկ, որ ասել են, գիտեք ինչ կա, սա ձերը չի։ Գնացեք լողի, գնացեք վազքի, գնացեք ուրիշ տեղ, սա ձերը չի։ Եթե ես չեմ գարում ձեր հետ, ոչ ոք չի գա։ Կանանց հետ է ավելի հեշտ թե տղամարդկանց։ Տղամարդկանց։ Ինչու՞։ Որովհետև գիտեք, կանայք ավելի էմոցիոնալ են, ունեն ավելի շատ ստրեսներ, ավելի շատ ուշադրություն կարիք ունեն։ Բայց կանայք ավելի մոտիվացված են, ավելի շատ են ուզում գեղեցիկ լինել, քան տղամարդիկ։ Երբ որ դղան գալիս է, դղան որոշած է գալի։ 90%-ը գալիս է որոշած, որ վեճ։ Ես եկել եմ պիտի մնա։ Բայց եթե կանանց մասին ասեմ, 80-20, այդ 20%-ը որ գալիս է մոտիվացիայի բագասով, բանով սնունդին չեն հետևում կամ Ամենաշատը ինչն է դժվարություն պատճառում։ Սնունդը, սնունդը, մարզվելը։ հիմնականում սնունդը, սենց ասեմ, չէ, մարզվող են, բոլորն են մարզվող են։ Որ գալիս են արդեն։ Վերջին ուզածի չափ կարդիոն էլ անում այդ ամեն ինչը,
Այ ինձից որ հեռանում է, այնտեղ կոնտրոլը չի լինում։ Այսինքն սնունդը, չգիտեմ, օրվա քայլելը կամ քնելը, այդ դրանք չի լինում։ Ընդեղ էլ ես հասկանում, եթե մարդը մայր է, օրինակ երեխեքի մի գերագրի ամուսին կա այնտեղ, չգիտեմ, պիտի վազվի, դա էլ է հասկանում։ Գերագրելու մասով մի հետաքրքիր եւ կարեւոր բան կա։ Սովորությունների հարց կա իմ դիտարկմամբ, եթե ընտանիքում միայն մի հոգի է, որոշել առողջ սնվի, հետևի, շատ դժվար է դա պահել։ Այսինքն դա արդեն պիտի ընտանեկան սովորություն դառնա։ Դրան հետևի եւ կինը եւ ամուսինը եւ երեխաները դեպքում շատ ավելի հեշտ է պահել։ Բայց եթե տանը մի այլ տապակած մսի հոտ է գալիս, այնտեղ խմորեղեն են թխում, շատ ավելի դժվար է դու էլ առանձին ինչ որ մի բան պիտի պատրաստես քեզ համար։ Այդ գալիս է ամենաուժեղը, դանսյունը, դա կանայք են, այսինքն եթե ինքը կանայք որոշեցին, որ պիտի փոխեն իրաց կյանքը, հաստատ ամբողջ ընտանիքը կփոխի։ Իմ մոտ շատ ա եղել, որ ասենք սկզբից եկել են իրանք, որ մարզվեն, դու գնացել են ամուսնուն։ Հիմնականում այդպես է սցենարը կանայք են ամուսինները։ Հակառակը չի լինում։ Լինում է քիչ, բայց ես մեծամասնությամբ եմ խոսում, էլի միշտ։ Լինում է որ ամուսինը բերում է գնոջը, բայց հիմնականում կանայք են բերում իրանց ամուսնուն։ Ինչի համար, որտեղ ասեցի, եթե ինքը դունն է, ով է ջաշի էփում, ով է սարկում, ով դնում, ինքն է, չէ, գինն է։ Այսինքն ինքը գարա ամուսնու խեկներ փոխի, գարա երեխեքի խեկներ փոխի, ունեմ դեց ընտանիքներ, իսկականից ունեմ դեց մայրեր, որ ամբողջ ընտանիքին փոխել են։ Այսինքն ինքը ուշադիր է, իր երեխեն ինչ է ուտում, ուշադիր ամուսինը ինչ է ուտում։ Երեխեն մի գնա դպրոց, փաթեթ տվեց ձեռքը։ Իդեպ դա էլ կարևոր խնդիր է երեխաների դպրոցը, որտեղ եթե երեխան սնունդը չի տանում, արդեն ստիպված ինչ որ բան պիտի գնի բուֆետից, ճանապարհ ինչ որ խանութներից։ Դժբախտաբար այս թեման շատ լուրջ է, չգիտեմ ինչքանով փոխվավ թե չէ, շատ բարձրացայինեցինք բուֆետներում, որ ընդհանրապես դաբակած բաներ է լինում, կամ էլ պատրաստի վերամշակված ինչ որ սնունդ, չի լինում մի քիչ քոնե առողջ սնունդներ։ Ձնողը, չգիտեմ, ուշադրություն չի դարձնում, դարից է գումարը ասում է գնա դրսից կեր, բայց շատ վտանգավոր է, այսինքն 1 2 3 4, ես որ ասում եմ դուք ձեր երեխու ուղեղը փչացնում եք, բթացնում եք, իրանք չեն ավատում ինձ։ Ընդ ինչ ասում եք 90-ականների մենակ քաղցր են կերել, մեզ բան չի եղել։ Մենք ամբողջ կյանքս քաղցր եմ կերել, ինձ բան չի եղել։ Այդ ցավտանում, եթե ես 90-ականների նախ քաղցր չկա, որտեղ։ Այնքան բաներ ասել, մեր դատն ու բաբը, մեր բաբն ու բան չի Բայց ինչպես է հակադարձում։ Սովորությունների մասն էլ կարևոր է, չէ՞, մարդ կա, ամեն առավոտ սովոր է եղել շաքարով թեյ խմելու։ Դա իր սովորությունն է, ինքը պիտի 3 գտած շաքարով իր թեյը խմի։ Օրինակ ես Դուք էլ ունեք այդ սովորություն։ Ես ասենք թեյը այս բաժակ երևի մի 3 կտալ դնում էի մեջը, օրը 2 լիտր կոլա է խմում։ Ասեք, բայց երբ որ դու տեսնում ես ու արդեն հասար այդ առողջական խնդիրներին, ես միշտ կրկնում եմ, ժողովրդի մտածեք մենակ նիհարելու, այլ ձեր առողջության մասին։ Իսկ ինչ առողջական խնդիրներ եք ուտում։ Ես արդեն լյարդի ջարբագանում ունեի, արդեն ինսուլին ունեի, արդեն չէի գանում շնչեի։ Հայաստանում տղամարդկանց մոտ շատ տարածված է, չէ՞, լյարդի ջարբակալումը։ Ոչ թե մենակ տղամարդկանց, այլ կանանց մոդել նույնն է, կապ չունի, որովհետև առաջինը սկսում է մարմինը ներքին ջարբակալումն է սկսում։ Երբ որ էլ ներսը դեռ չի մնում, օրգանները վրա հելումը դուրս է արդեն։ Այսինքն դու դրսի ջարբից մի վախեցի, դու վախեցի ներքին ջարբից, էդի է քեզ վնասել։ Դուք օրը քանի անգամ եք խորհուրդ տալիս սնվել։ 3 անգամ։ Տղաճաշ, ընտրիկ։ Իհարկե, եթե չունի առողջական խնդիրներ, այդ ասերս նկատի ունեմ, եթե ունի ինսուլին դիմադրություն, օրինակ եմ ասում, որ ասում ենք իրանց fasting ավելի շատ է օգնում, այսինքն 8-16-ը Ձոմաբաղությունը շատ է օգնում, որովհետև դու երկար ժամանակ ոչ մի սնունդ չես դնում քո բերանը, ավելի ստաբիլ ես պահում քո ինսուլինը։ Մարդիկ կան, իհարկե, եթե քաշը շատ բարձր չի, ergo ադո բավարարվում են։ Եթե քաշը շատ բարձր չի գիշտանա, այդ 8 ժամվա մեջ թեկուզ 3 անգամը վացնում ենք ուտել։ Նա խնդիրը ամեն անգամ մտածել, ինչ պատրաստել, ինչ ուտել ամեն օր։ Եթե մարդը ամեն օր գրեթե նույն բաներն է ուտում, դա նորմալ է։ 15 տարի նույն բանն եմ ուտում։ Ինչ եք ուտում։ Առավոտը ձու։ Քանի ձու։ Հիմա 6 հատ։ Առավոտյան 6 ձու եք ուտում։ Դեղնուցնել հետ է։ Եփած վիճակում թե։ Չէ, ձվածեղ եմ անում։ Նորմալ է դա։ Դա լա միֆ։ Գիտեմ ինչ եք ասելու, քոլեստերոլն է բարձրացնում։ Ես էլ եմ ձու շատ սիրում, 6 հատ իհարկե չեմ ուտում, բայց ձու շատ։ Չէ, քաշ գոյություն ունի, բգանային հաշվար գոյություն ունի։ Նախաճաշին էլ ինչ եք ուտում բացի 6 ձու։ Մեկ դոր ամբողջական հացից։ Մեկ շպանջարեղ են, որ չխապեմ։ Հա, իսկ ցերեկը։ Ցերեկը ունեմ 3 անգամ դրանից հետո, մի հատ լինում է դավարի միս, մի հատ լինում է հավի գրծկամիս, մի հատ լինում է տունա կամ ուրիշ ձուկ։ Ամեն օր միս եք ուտում։ Ամեն ջաշի, ամեն ուտելիքի մեջ պիտի ներառենք սպիտակուց։ Միս։ Որ միս չլինի, ինչ կլինի։ Սպիտակուց է պետք։ Ձուկ կերել եք արդեն։ Այդ հերիք է։ Չմարզվող մարդու, սա ինչ խոսում են վերջի հետազոտություններն, Այո, հետաքրքիր։ Հունվարի 7-ի բան եմ ասում ձեզ, Ամերիկայի առողջապահության նախարարության վերջին այն բուրգը, որ փոխվեց, սննդի բուրգը, որ փոխվեց։ Չմարզվող մարդուն ամեն մի կիլոգրամ քաշին պետք է 1.3-ից 1.6 գրամ սպիտակուց։ Ինչքան է ձեր քաշը։ 50 կիլոգրամ։ 50 կիլոգրամ։ Այսինքն գալիս է եթե 1.5-ով հաշվեմ, ձեզ պետք է օրը 75 գրամ սպիտակուց։
75 գրամ սպիտակուցը, սենց ասեմ, մոտավորապես 300 գրամ հավի գրծքամիս պետք է ուտեք օրը։ Եթե 2 ձու եմ ուտում օրը, դա չի 2-10 գրամ հետո։ Միս կարող եմ չուտել օրերով։ Ուրեմն առաջին չեք կշտանում, քաղցրի բանջ կա ձեր մոտ, մգանները թուլանում են։ Ճիշտ եք ասում, քաղցրի պահանջ կա։ Մգանները թուլանում են, դա էդու շատ դարձրեք։ Մենք 30-ից մինչև 40 տարեկան մենք կորցնում ենք 30 Այսինքն մարդը ամեն օր պիտի որևէ տեսակի միս ուտի։ Դա կլինի թռչնապ միս, տավարի միս, թե կապ չունի։ Հիմնական այն սնունդը, որը ստանում ենք, այսինքն ավելի որակով սպիտակուցի մասին եմ խոսում, դա ձունա մսի տեսականին է, մեկ էլ կատնամթերքից կարանի գրիկ յոգուրտը, հունական յոգուրտը կամ Մածունը ինչ խնդիր է։ Մածունը ասենք 1 կիլո ուտեմ ինչքան մեջ կա, սպիտակուց չկա այդքան։ Շատ քիչ է։ Պիտի շատ ուտել, որ Ասենք այսքան չվիդու դեմ որ այսքանը ստանամ։ Հասկացաք, այս խոսքի 100 գրամ տվարողը, ասենք 18 գրամ սպիտակուց է։ ձուկը շաբաթը քանի անգամ պիտի ուտել։ Ամեն օր կարող ուտեք։ Իսկ ընթրիքին ինչ եք ուտում։ Իդրնքին հիմնականում վերջինը ձուկն եմ թողում։ Թեթևա դրա համար։ Կամ թունեցները դուփով ավելի հեշտ ասենք։ Նորմալ է դուփով գնելը պատմել։ Լավ ֆիրմա, եթե խոսում եք սնդիգի մասին, սենց էլի վերջերս թեմագար չէ, որ սնդիգա մեջը Թեմային ծանոթ չեմ, ուղղակի որ արդեն փաթեթավորած է մի քիչ Չէ, վստահություն։ եթե վերցնում ենք կտոր միսովը, կամ մեջը փիդրած բզկտված որգա, չէ, ձեթովը չէ, արվածագի ձեթով չէ։ Իրա ջրով, մրեն գրված է, իրա ջրով, in brine, իրա ջրով է ինքը։ Ամբողջական կտոր։ Ամբողջական ասերոս է կարող 2 կտոր, մի հատ ամբողջ է, բայց կարող ինքը 3 կտորից պրես արած լինի։ Այդ նախընտրելին է։ Ու վերսելի հարգե մի գնակ էժան հետևից կարող է 200 դրամ ավելի դա լավ վերցնենք։ Մոտավորապես 1500 դրամի գարկի է, նորմալը։ Ես օրինակ երբ գնամ սուպերմարկետ, ես գիտեմ ինչ պիտի չգնամ։ Ես շիկեղեն եւ այլն եւ վաղուց չեմ գնում, խմորեղեն էլ չեմ գնում, բայց միշտ ուզում եմ։ Իդեպ եթե քաղցր ես ուզում, ցանկալի է շոկոլադ ուտել, չէ՞։ Մի դար շոկոլադ։ Դարասերոս 70, չէ, 70 դարը չի, 85+։ Ինչ գնել։ Ու ենթադրեք դու գնում եք սուպերմարկետ, ինչ եք գնում։ Իմ գնում ես, մի հատ մարշրուտս դրեմ ասեմ։ Միասին գնացել ենք սուպերմարկետ։ Առաջինը գնացի բանջարեղենը վերցնում եմ, միրգը վերցնում եմ։ Թվարկեք ինչ օրինակ։ Դենակ 1000-ը վերցնում եմ, թարխուն վերցնում եմ, սիրում եմ, սպանախը բարդատիր վերցնում եմ, սպարժան վերցնում եմ, բարդատիր, վարունգ, մեկ էլ լորիկ, իմ ամենասիրած բաներն են։ Գնում ենք ընդդեից, խնձորը վերցնում ենք, ելագը վերցնում ենք, մի սեզոննա, կարակ ուտեք, ընդամենը 100 գրամը մոտավորապես 30 կալորիա, քիչ կալորիաները, ելագը ձմերուկի ճիշտ ժամանակը չի, բայց կգայելի չափով գուտենք, բանանը բարդատիր, կիվին, իմ սիրած բաներն են իրանք։ Հետո եթե անցանք այս կողմ, բարդատի կարտոֆիլը, եթե բանջարեղենի բաժինն ենք, Կարտոֆիլի մասով էլ, չէ՞, մի շրջան անդադ ասում են գիրացնում է։ Հիմա փոխել են արդեն մոտեցումը։ եկեք մի հատ sense բան ասեմ, բան չկա, դենց մտերք չկա, որ ձեզ կարա գիրացնի կամ նիհարացնի։ Ամեն կապված է Ամեն կարելի։ դեպքում կարտոֆիլի հանդեպ մոտեցումը փոխվել է։ Ես հիշում եմ մի շրջան դիետոլոգները չեն Նայեք, հրավիրում։ եթե ունես ինսուլինի խնդիր, ինքը շաքարդ արագ է բարձրացնում, okay? Այսինքն դու եթե իրան թեգուզ մենագոյ չուտես, սկզբից միս ուտես, վրից կարտոֆիլ ուտես, ոչ մի խնդիր չի լինի։ Այսինքն կարտոֆիլ ուտելիս ցանկալի է մսի հետ Ոչ ուտել։ միայն կարտոֆիլ, այլ բրինստեր, այլ միշտ, այսինքն ես միշտ որ ասում հերթականությունը մեծ կապ ունի։ Սկզբում միսը Սկզբում ուտել, եթե միսը ուտենք, մենք մեր արյան շաքարը գայուն կբահենք։ Ինսուլինի խախտումներ շատ չենք տա։ Սկզբից սպիտակուցը, հետո մանրաթելերը, այսինքն բանջարեղենը, վրից ածխաջուրը։ Այսինքն ցանկացած պարագային, եթե սեղանին կա միս եւ այլ բաներ, ցանկալի է առաջին ուտել միսը։ Գշտացնում ա ձեզ, այսինքն sense ասեմ, եթե հերթական չունել ուտեք, դուք միջև հասնեք ածխաջրերին, այսինքն կարտոշկին բրինցին արդեն քիչով դուք կշտանալու եք։ Շարունակեցինք բանջարեղենը։ Բանջարեղենը ավարտեցինք, գնացինք դեպի կատնամթերքի գոմը, կամաց մածուն եմ վերցնում, էդի սիրում եմ, ամեն օր մի կտալ, առավոտը բանին ձվի հետ, մի կտալ կամաց մածուն եմ ուտում, կատնաշոր եմ առնում։ Յուղայնությունը ես կարդացել եմ, որ ցանկալի չի, որ ընդհանրապես յուղային չլինի, չէ՞, ինչ որ տոկոս յուղայնություն պիտի ունենա։ Վերջի հետազոտությունները ամսի 7-ի ասում է յուղայնությունով պետք է։ Այո, Քանի ավելի տոկոս։ լավ, ամենաբարձր յուղայնությունը կարա կառնենք։ Որտեղ մեր մարմինին նաև պետք է ջարբ։ Հետազոտությունը ասում որ ինքը այդ սպիտակուցի չոկատնամթերքից առանց յուղի ինքը դες չի ուրացվում ինչպես յուղով։ Okay։ Կատնաշորը վերցրին, կամաց մածոնը վերցրին։ Թթվասեր չեն վերցնում։ Ինչ է։ Էդի շատ է յուղայնություն, գեսով յուղայնություն արդեն։ Գես չափով էլի։ Այսինքն ինքը վնաս է, թե Չի, շատ օգտակար չի։ վնաս չի, ես արդեն իր ալտերնատիվ դարբերակ կամաց մածոնը ունեմ, մի կտալի ինձ կշտաստում է, ավելի խիտ է ինքը։ Սմեդանը sense ասեմ, կարող է ամբողջ ամանու ուտեմ առավոտ աղաջաշին։ Այդ դրանք վերցրինք, եկանք այս կոմ երկու դուփ բան ձու։ Շարունակեցինք հացի բաժինը հասանք, վերցրեցինք մի հատ ամբողջական հատիկի հացը, ու sense ասեմ, այդ մի հատիկը իմ հետ մի շաբաթ գնում է, վերջում ավելանում է։ Ամեն օր մի հատ էսքան, վերջ։ Հասանք մսի բաժինը, վերցրեցինք տավարի միսը, վերցրեցինք հավի գրծքամիսը։ Միայն կրծքամիս եք, ամբողջական հավը չեք գնում։ Ման երբ որ ուզում եմ իրան առնում եմ։
Դուք չեք սիրում։ Ես դեղով արդեն չեմ սիրում ձերքով ոտքերը, որովհետև գրծկամիսի մեջ ավելի շատ կա սպիտակուցներ, ավելի բարձր է ինքը, ու ավելի չոր է։ Հետո եկանք այս կողմ, ինչը կոֆեն վերցրեցինք։ Սուրճը երբ եք խմում։ Առավոտյան չեք խմում։ Նախաճաշ, հետո սուրճ։ Օրը քանի անգամ եք խմում։ Օրը 3 հատ խմում եմ։ 3-ից 4-ը նորմալ է։ Վերջինը քնելուց 6 ժամ առաջ։ Հա, որ ասի գիշերը չեն գարում քնեն, թող շատ լինեն։ 6 ժամ առաջ, քնելուց 6 ժամ առաջ բերանները կոֆե չտնեն։ Իսկ զավարեղենից ինչ եք։ Հա, այդ մոռացանք։ Եկանք այս կողմը ճիշտ էր, դե բանի բաժինը մոռացանք, վերցրեցինք հնդկածավարը, վերցրեցինք բրինձը, վերցրեցինք կինուան։ Մեկ էլ ունենք այնտեղ մակարոններ, բանի։ Մակարոն վերցնում եք։ Սպիտակ արորինը չէ։ Ունենք բան բրինձից, հնդկածավարից, ձվի։ Ֆունջոզան չի, բայց ուզ մակարոնի նման է ինքը, ոնց է իսկական մակարոն, բայց այդ իմացած մթերքներով է սարքված էլի։ Կարա սենսոյի ֆիրման է, կարա հիմա ռեկլամ չնի Հա, ագե։ դասական մակարոն չէ։ Նայեք նույն տեսքը, ապրեք, բայց ինք ուրիշ բաղադրություն Իսկ է։ Համը շատ համով է։ Օրինակ ես բոլորն սիրում եմ։ Չէ, երեքն էլ սիրում եմ։ Դեսերտից ինչ եք գնում։ Թե ձեր կյանքում դեսերտ հասկացում գոյություն Չի, լինում չունի։ է, մեկ-մեկ ուտում ենք մենք, չոր չեն գուտում։ Ինչ եք ուտում։ Դե իմի օրինակ եմ ասում, եթե ես մի շաբաթ այսօր գնացել ենք, օրինակ չգիտեմ, գնաց կաֆե ենք նստել, որոշ հաց եկանք, որոշ ինչ-որ մի բան ուտենք, օրինակ եմ ասում, ուտում եմ։ Չարյաց փոքրագույն կա այստեղ, քաղցրի պարը կա։ Այսպես ասած, եթե քաղցր ես ուզում, գոնե սակեր։ Բոլորը նույնն է։ Շաբաթը մեկ սիրտդ ուզեց, կեր։ Շատ կարևոր է չափը։ Այսինքն եթե դուք մի բան գրգնում եք ամեն օր, դուք ձեզ վնասում եք։ Բայց եթե մի անգամ եք ուտում շաբաթը, դա օքեյ է։ Հասկացաք, եթե ես ամեն օր քաղցր գերա, ես դիաբետեր կդառնամ։ Իսկ մարզվելը կա ժամ, որ ավելի արդյունավետ է։ Օրինակ եք բերում, որ առավոտյան գալիս են, այսպես էներգիայով գնում են աշխատանքի, բայց առողջության տեսանկյունից կա այդպիսի ժամ, որ նախընտրելի է, որ այդ ժամին մարզվի։ Նայեք, մենք ստիպված ենք տարբերակներ ասենք, որը ինչի համար է, չէ՞, բայց նայես ամենակարևոր կետն եմ ասում։ Ասում դու մի մտածի առավոտ եթե չգար չես նիհարելու կամ գիշեր եթե գար չես նիհարելու կամ առողջ չես ելնելու դու որ ժամին հարմար է քեզ ընդհանրապես գնա բարաբի մեկը օգտակար է Կարևոր բան է եւ այդ տրամադրությունը եւ տրամադրվածությունը, որովհետեւ ես այն համոզմանն եմ, որ եթե մարդը ստրեսով է անում որևէ բան, դա իրեն չի օգնի։ Նույնիսկ եթե դու առողջ ես սնվում, բայց չես վայելում, դու ստրես ես ապրում, մարզվում ես ստրեսով, երևի դա այդքան արդյունավետ չի լինի։ Շատ ճիշտ է։ Դրա համար մենք որպես մարդկանց շատ ստրեսի մեջ չենք մտցնում, ասում ենք քեզ երբ է հարմար, այդ ժամանակ արի։ Մեկը օգուտը դալու է։ Իսկ առավելագույն օգուտը Առավելագույն օգուտը նայած ձեր նպատակը, այսինքն եթե ուզում ես ավելի քաշ կորցնել, օրինակ եմ ասում, առավոտն հարմար, ինչի համար, որովհետև ինչպես որ ասեցի, ձեր մարմինը դադար գա, գլուկոգենը դադար գա, մեր բենզաբագը որոնք էդի դադար գա, մենակ թե նախաճաշարը եկել ես։ Այնտեղ մի քիչ շատ ճարկ բվարես։ Եթե քո նպատակը քաշ հավաքելն է, արժի կեսօրից հետո գար, որ քոնը երկու անգամ գերածնես եւ քո գլուկոգենը լցված լինի։ Ավելի շատ կարողանաս էներգիա ծախսես էլի այնտեղ, ուժ ունենաս։ Գիշերվա օգուտը ասեմ, ստրեսից դուրս գալը։ գիշերը քանիսին օրինակ։ Դե նայեք, բայց քնելուց քոնը լինի 4-5 ժամ առաջ, որտեղ ակտիվացնում ձեզ։ Ակտիվացման չեք քնում, բայց ով որ գալիս է նկատի ունեմ 6-ին ավարտեց, 7-ին եկա մարզվելու, դա ամբողջ օրվա քո ստրեսից դուրս գալու համար ընդիր բան է։ Դերևս այս էներգիան թափում եք դուրս անում։ Իսկ վերջին հետազոտությունները ես տեսնում եմ, որ դուք անդադ հետևում եք, կան ինչ-որ բան նոր, որ ձեր ուշադրությունը գրավել է շատ։ Գարալինի սենց օրինակ եմ ասում։ Մեկ խոսում ասում օրինակ եմ ասում ամեն մի սեթը պիտի դուք ֆեյլի ձախողման չհասնենք որովհետեւ մգանային աճ ունենաք մի հատ հասնենք հերիկա իսկ մենք ստե մենք փորձ ունենք մենք ասում ենք չէ ամեն սեթը ինչ է նշանակում դա այսինքն երբ որ դուք անում եք մարզանքը դվյալ այս ձևը անում եք օրինակ եմ ասում 10-ից 12 հատ վերջի 2 հատը դու պիտի չկարողանաս անես որ հասնես որոնտեղ որ ռուսերենով ատկաս fail այնտեղ գանկնում ենք, դա գոչվում է ատկազ, այսինքն հասցնել fail-ին մգանը, okay։ Մենք ասում ենք ամեն սեթը դենց պիտի լինի, ինչ որ հետազոտություն են բերում, ասում են գիտեք ինչ կա, 4 անգամ եք անում սա, մի հատն էլ անեք fail-ով, դա հերիք է մգան աճացնելու համար։ Կամ օրինակ շաբաթը մի անգամ մարզվելով, ելի դուք կարաք մգան հավաքեք, չէ, դա չի կարելի, չկա դենց բան։ Այսինքն մենք ամեն սեթն պիտի հասցնենք ձախողման, որպես մենք օրինակ մգան, այսինքն ընդ գոյություն պրակտիկա Այսինքն հետազոտություն, բայց պրակտիկան էլ շատ կարևոր։ Իսկ մեզանում տարածված ամենավտանգավոր սննդային սովորությունները որոնք են։ Ինձ համար քաղցրից ավելի էնգոն վատ բան չկա։ Քաղցր, հետո գարսա վերամշակված սնունդը։ Երշիկեղեն շատ են օգտագործում մեր հայրենակիցները։ Դուք որ զրուցում եք, ամեն օր գնում են երշիկեղեն։ Ոչ թե մենակ գնում են, այլ երեխեքին են տալի։ Հետո նայեք բաներ կա, որ դու կարող չի մանակել, էլի բայց ինքը ուտեք։ Օրինակ նայեք, եւ որ ասում ենք բատոնջիկներ, չէ՞, ֆիթնես բատոնջիկներ օրինակ։ Թվում է թե առողջ արավ։ Ապրես, բայց ես ասում եմ, ժողովուրդ դա առողջ չի։
դա առողջ չի, այսինքն երբ որ իրան պետք է տեսնա, այսինքն 40 գրամ բարունակում է շաքարի փոխարինիչ, կարա լինի այնտեղ պալմոյլը, արմավենու յուղը, չգիտեմ ինչը, բաթեշտերը դեսել եք մեջի։ Ինքը այս 40 գրամը խոսքի 200-ից 300 կալորիա է, որը փոխարինում է նորմալ ուտելիքի կալորիային։ Այսքան ես ուտում, բայց այսքան կարաս ուտես։ Հա, այսինքն կան սննդամթերքներ, որոնք ընկալվում են որպես առողջարար, ոչ վնասակար, բայց իրենք իրականում այդպես են։ Էլի օրինակներ կբերեք։ Օրինակ յոգուրտը, չէ՞։Աբրեք, յոգուրտը, էդելա շատ ճիշտ ասեցիք, նայեք։ Որ ասում են յոգուրտը առողջ է, օքեյ, առողջ է, բայց ոչ համեմված է, այսինքն առանց համի։ Լինում է չէ՞ մրգային համերով բանով, ու պլյուս լինում են մեջ ավելացած շաքար։ Եթե դրանք հեռացնեք, վերցրեք անհամը, այդի օգտակար է։ Իսկ դրանք ոչ։ Այսինքն դուք չավելակ որ մեջի միրգ կա դրած դրա, չէ՞ դենց բան չկա։ Իսկ նարինեն մեր։ Նարինեն օքեյ է, իբր պրոբիոտիկ, դենց եթե օգտագործում եք, ասենք հա, բայց սենց ասեմ, մի հատիկ հապ եթե խմեք, այդ 10 դուփ բանի դեղա նարինեի։ Այսինքն քիչ է պրոբիոտիկը դու։ Այո, ասում եմ, ավելավ հա։ Եթե ունեք խնդիր մայոնեզները, բան, իհարկե դրանք ընկալվում են որպես վերամշակվածի բաբան, որպես վնասակար, բայց քանի որ ծավալը քիչ են մարդիկ օգտագործում, մտածում են դες մի գտալը 100 գրամը 300-400 կալորիա էր մայոնեզը մոտավորապես։ Երբ դուք տեղափոխվեցիք այստեղ, ամենը շատ ինչը ձեզ զարմացրեց։ Երբ տեղափոխվեցիք Հայաստան։ Որ դա առաջինը զարմացավ, մենք չենք հասկանում իրար։ Հա լեզուն։ Լեզուն, հա։ Երկրորդը ավտոները։ Այսինքն, այդ ժամանակ մենք ամեն տեսակ ավտոներ տեսել ենք, այդ 2005-ին որ եկանք մենք, 2004-ին դեսականի շատ քիչ էր։ Հիմնականում բաներն էին, ռուսական, սովետական մեքենաներն էին։ Երկրորդ դրան է զարմացել, որ բաբայից ասում է, չեմ հասկանում, մենակ այս տեսակն է, աստեղ, ուրիշ տեսակ չկա։ Դենց մարդկանց այդ շփումը, հա, ասենք մի քիչ կարող է մեզ դարբերել նայենք, ասենք եղբայրս մազերի երկարեր, ականջով էր դնում, օրինակ եմ ասում, կամ ջինզեր, ջղած ջինզեր, այդ թվերի մի քիչ այն չէր հələ չէր, գես ու գես էր, էլի։ Հետո դենց փոխվավ ամեն ինչը։ Վերջին շրջանում ինչ եք հասկացել, որ չգիտեիք առաջ։ Հասկացել եմ, որ այս երկիրը այնքան լավ նորբեկ չի գնալ ըստեից։ Հրաշալի է, կեցեք։ Գնացողին էլ խորհուրդ կտամ, որ մնա այստեղ։ Ամենակարևոր խորհուրդը, որ ձեզ տվել են ինչն է։ Համբերի, համբերություն։ Ինչքան համբերես, կոզածին կհասնես։ Համոզվել եք, որ այդպես է։ Այո։ Եվ համոզում եք հիմա մարզվող։ Իհարկե, համբերություն։ Ոչ մի բան մի օրում չի լինում, ժամանակավետ։ Կապեր կան մարդու ընդհանրապես կյանքում հաջողելու եւ նաեւ մարզասրահում կամք դրսեւորելու միջեւ։ Դուք կապեր տեսնում եք։ Շատ։ Նայեք, այդ մարդ, որ մարզասրահում դեղ է հասնում, ինքը իր կյանքի բոլոր ոլորտերում գործում գտնի, ընտանիքում գտնի, միշտ առաջ գտնի, առաջադար գտնի, որովհետև էսից սովորում եք դիսցիպլինա։ Մանկության մի դրվագ, որ կարևոր նշանակություն է ունեցել ձեր կյանքում։ Դպրոցից գնալուց ավտոյի տակ ընկա, երևի հա, էդի եկա մտքից։ Լուրջ եք փոխվել։ Դպրոցի փողոցը անցնելուց հա, մեքենայի տակ ընկա։ Այս ոտս լրիվ վնասել էի։ Չգիտեմ ինչի որ հարցրեցիք, առաջին էդի միտքս եկավ։ Ինչ սովորեցրեց ձեզ այդ դրվագը։ Դիմանալ, դիմադրություն, բայկարել։ Սենց ասեմ, այս ճանապարհը ես որ անցել եմ, հեշտ չի եղել։ Ես ունեցել եմ տրավմաներ, ունեցել եմ օպերացիաներ, բայց ինչքան ընկել եմ, այդ ոտի եմ կանգնել։ Մրցումներ եղել որ սկսել եմ մասնակցել, դեռ չեմ բռնել, ուզում ասեմ բայկարելը դա շատ կարևոր բան է։ Այդ մարդ որ չի բայկարում, ամենավատ աշխատանքը, որ ստիպված եք եղել անել։ Իմ 15 տարվա աշխատանքը, չէ, լավ շատ ասես, ոչ 10 տարվա աշխատանքը, փականագործ, խադավիկ։ Հետաքրքիր է։ Մի անգամից անցում լրիվ այլ ոլորտ։ Սերվիսը մերն է, բաբային է։ Սիրով Ես աշխատել եմ, 10 տարի աշխատել եմ, բայց ոչ սերով։ Ուղղակի աշխատել եմ իբր աշխատանք, որտեղ բաբայի աշխատանքն էր։ Սերվիսը մերն էր, ես էլ աշխատում էի։ Դուք չէիք ընտրել դա։ Ես ապրեք, ես չէի ընտրել, իսկ սա ես եմ ընտրել։ Գործը, որ դուք սիրելով եք անում, դուք երբեք ստիպված չեք լինում, որ աշխատեք։ Դուք արդեն վայելում եք դա։ Դրա համար էլ կարողանում ենք իր մեջ առաջ գնալ։ Ինչի համար ձեզ կարող են քննադատել ձեր մեջքի հետևում։ Քննադատել միշտ։ Չէ, ինչի համար դուք ինչ եք մտածում։ Օրինակ այն օրը որ խոսում էինք, որ շաքար մի գեր, ընդես մեկ յենի գասի խոսքի, էս ինչ ասում, շաքար տողուդի, նույն իմացածի հագասումներն են լինում։ Իսկ իհարկե, բարի դա չենք դնում։ Մենք գիտենք որ մենք ենք ճիշտը, հետազոտություններն են ասում, հերախոսներն են ասում, մարտիկեր են ասում։ Ճիշտ այդ մարտիկը որ չեն մարզվում իմ մոտ, բայց ուղղակի հետևում են։ Ամեն օր գարամ ցույց տամ նամակները, ամեն օր գրում են ես շնորհակալ եմ քո խորտերը լսելով, ես կան նիհարել եմ քո խորտերը լսելով, ես սկսել եմ քայլել, ես սկսել եմ լավ զգալ ինձ։ Եվ մարդիկ նայում են ձեզ, ձեր կարծիքով ինչ են մտածում։ Ստիկեր չեմ որ սաղի համար համով լինեմ, ասենք գեսը կամ որ չգիտեմ, չէ, գեսից ավելի, ինձ թվում է 90%, 80%-ը լավն եմ մտածում, որովհետև ես մարդկանց լավն եմ ուզում։ Ես այս ամեն ինչ որ անում եմ ոչ փողի համար եմ անում, ոչ ռեկլամի համար եմ անում, ոչ ինչ որ ես ինչ ակնկալիքներ ունեմ։ Սա անում եմ զուտ, էսից սկսվեց, այս ամբողջ բլոգը սկսվեց միֆերից ազատելու համար մարդկանց եւ սխալ ինֆորմացիայից։ Ամենամեծ միֆը ո՞րն է մեզանում տարածված։ Այս դրանով որ սկսեցինք, այս երեք վարչություններ արա եւ որովայնի ճարվի գետա։
Հենց դրանով սկսեցին բլոգը։ Առաջին վիդեոս իրա մասին էր։ Ես մինչև մի հիշում եմ։ Էդուարդ ասեց թերթում էի, մի կանատ մարզիչ բերև, էս ինչ 3 վարություն արա, էս ինչ 3 արա, գետա։ Ես մի անգամ ջանեսա զրախոզը դրեց սարան վրան, ասի սեց բանաներով չի իշլի։ Մարմինը ինքն է որոշում, թե որ մասի ջարբը ինքը օգտագործի իբր կալորիա։ Դու չես կարա իրա մարզումով ընդ կոնկրետ խիրուրգ չես, որ կարողանաս էդի հանես ընդ ջարբը։ Ու դեն սկսեցին բլոգը մինչև այսօր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։